Վալերին հետը եկավ թե վզնոցին, որը մենք այսօր պետք է պատրաստենք, թե ինչ եկեք սկսենք։ Այսօր տեսնենք թե ինչ գույնով ենք պատրաստելու, ես շատ եմ ուզում այսօր ռոզվիով պատրաստել և օգտագործել այո սիրուն ծաղիկը, այսպես լինի։ Հիմա եկենք ընտրենք թե ինչ ձևի է ինքը լինելու, արդեն հասկացանք որ ռոզվի է լինելու, սա ունեմ այստեղ, այս քարիկներից, այսինքն ռոզվի գույնի, էլ դնենք այստեղ, էլ ինչ կարելի է օգտագործել, այստեղ, չեսի չէ, եկեք այս պուճը շարիկներից էլ օգտագործենք, միշտ օգտագործել ենք, էլ ինչ կարող ենք օգտագործել, այստեղ այսպիսի բաներ ունեմ, եպես հանեմ, ահա, բայց չգիտեմ ինչ կարող ենք անել սրանով, մուքի ու բացի մեջ լինի, այստեղ հիմա իչքան ռոզվիատի բան կա, ես ստեղից կհանեմ, Այստեղ ունեմ այս երկու տարբերակը, այս մուք ռոզվի, այս բաց, իթում այս երկուսն էլ օգտագործենք, որ այս մեծ ծաղիկը դնենք, սրանք և կողքերը դնենք, իթում այդպես կարելի անել, հիմա լավ, եկեք սենց հասկանանք, անենք այս մուք գույն, սենց, թե անենք սենց բաց գույն, հիմա հասկանամ և վերադառնալիս ես որոշեցի, որպեսզի անեմ մուք գույնի, քանի որ ինքը վառ գույն է երևում, այստեղ ունենք այսպիսի բան, բայց եսի դնեմ տեղով հետո չեմ օգտագործելու, կօգտագործեմ ես երկու թիթեռնիկները, կօգտագործենք այս երկուսը, հասկանանք թե ինչ ենք անելու, բայց միևնույն է այս ծաղիկը օգտագործելու ենք անպայման, քանի որ օգտագործել ենք այս, սրան, բայց իրա մեջ կարող ենք նաև սպիտակ օգտագործել, հիմա այստեղից ես առանձնացնեմ և սպիտակը և այս գույնի ռոզվին, ես հիմա վերադառնամ, ես առանձնացրեցի այդ գույնները, քանի որ մեր վզնոցը հնարավորինս պետք է երկար լինի, քանի որ ես նաև պետք է սրանք առանձնացնեմ և վերադառնամ, ես առանձնացրեցի նույնպես այդ գույնները, իսկ հիմա երևի սկսենք արդեն հավաքելը, այստեղ ունեմ նաև այսպիսի ռոզվիատի այսինք սիրուն բաներ, և վրաս ինձ դեմքի նախշեր են նկարած, կարող ենք դա էլ ավելացնել, այդ գույնից ունենք երկու հատ և երկու հատն էլ կավելացնեմ, դնենք այստեղ և արդեն սկսենք հավաքելը, մենք այսօր կանենք այս թելով, քանի որ այն թելը մի քիչ սենց ինքը բանոտ էր ու անդադ թափում էր, հիմա բացեմ, ահա, այսօր սրանով կհավաքենք, սենց երկար կբացենք և սկսենք, ինձ թվում է, քանի որ սրանք երկու հատ են, կդնեմ ամենածերերը, այսինքն առաջինը կանենք սա, այս պահում ենք, երկրորդը կանենք ես մեծերը, ես մի հատ մեծերը հաշվում տեսնեմ քանի հատ է, հատ է, դրա համար կանենք 4 և 4, հիմա 4 հատը կշարենք, հետո կանցնենք այս տիպի զարդերին, հետո մնացածը կանենք, 1, 2, 3, իրանց անցքերը սրանց մի քիչ ավելի մեծոտ են և ես կարողանում եմ մտցնել, մենք 4 հատ մտցրեցինք, դեռ ունենք այս տեսքն ու արդեն սիրուն է, չմոռանանք նաև այս փոքր շարիկների մասին, հաշվեմ տեսնում սրանք քանի հատ են,
4 հատ, այսինքն 7 և 7, հիմա 7 հատ կանեմ և կանցնենք զարդերին, մտցնեմ և միանամ, շարեցի ու արդեն ունենք այս տեսք, հիմա պետք է հասկանանք, թե ինչ ենք անելու սրանցով, Ինձ թվում է սա կդնեմ, ես գիտեմ էսի սենց կախվելու է, լավ եկեք այդպես սարդենք, ուրեմն սա կդնեմ թիթեռնիկի այս մուգ գույնը, այսպես, սա ենք դնում, հիմա կդնեմ այս մեծ ծաղիկը, մեծ ծաղիկը ունի 2 աջ, դրա համար հիմա տեսնեմ ոնց ենք կպցնում և միանամ, ներս չստացվեց, քանի որ ծաղիկը մտցնելուց ինքը թիթեռնիկին փակում է, իսկ եթե մենք այս մի հատիկով մտցնենք, մեկը թիթեռնիկին փակում է, դրա համար ես թիթեռնիկը կհանեմ և վերջում կասեմ, թե ինչպես է պետք է թիթեռնիկը կպցնենք, հիմա կպցնենք ծաղիկը, վերջացրեցի, քանի որ մեր թիթեռնիկը իր գեղեցկությունը չկորցնի, ես հանեցի նաև այս երկար ծաղիկը և կպցրեցի թիթեռնիկը, արդեն դեռ շատ սիրուն է լինում, հիմա կանենք այս երկարը, այսպես, և թիթեռնիկը բաց գույնի արդեն, քանի որ 2 գույներ մուգ և բաց, և արդեն կսկսենք շարել այն մնացած գույները, ես ավարտեցի, հիմա խփեմ սա և փորձենք կապել, սա մեր վերջին շարիկն է, սա էլ անենք և վերջ, հուսով եմ նորմալ կստացվի, պես մեր բզնոցները, բայց կարելի էր էլի բաներ ավելացնել, քանի որ ինքը շատ կարճ է ստացվում, ես որոշեցի 8 բաց գույներ ավելացնել, տեսնեմ ինչ կարող ենք այլ սիրուն ձևի ավելացնել, որ այստեղ ունեմ այսպիսի մի քանի սպիտակ գեղեցիկ շարիկներ, դրա համար կավելացնենք այս երկուսը նույնպես, սիրելիներս, ահա այսպես, սա էլ մեր այսօրվա պատրաստված բզնոցը, որի մեջ օգտագործված են մեր ցանկալի իրերը, դե ինչ սիրելիներս այսօր այսքանը կհանդիպենք այն վիդեոյում, որտեղ պատրաստելու ենք նորից մատանի,